Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Հայ-ռուսական հարաբերություններն է հարցազրույցի ժամանակ մեկնաբանել արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ այլ կապեր խզելու օրակարգ Հայաստանի կառավարությունը չունի եւ որ այդպիսի քաղաքականություն չի վարվում։ Միրզոյանի խոսքով այս ամենն ուղիղ ասվում է նաեւ մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի։ Հիշեցնեմ, վարչապետ Փաշինյանն է հայտարարել, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ կանգնած են Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների հետևում։ Իսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի կոնկրետ է ասել, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացին, արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, թե չի կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են, դա կլինի ինքնախապեյություն։ Կան Բաքվի բանտերում պահվող անձինք, կա Արևմտյան Ադրբեջանի խոսույթ, սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց հումանիտար հարցերն էլ ենթակա են լուծման, շեշտել է Միրզոյանը, հավելելով, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան արտահայտությունը ոտնձգություն է Հայաստանի ամբողջականության հանդեպ։ Սյունիքով անցնելիք Թրամփի ճանապարհի վերաբերյալ Միրզոյանն ասել է, թե շինարարությունը կսկսվի 2026-ի երկրորդ կեսին, ինչին կնախորդեն ինտենսիվ շփումներ ամերիկյան կողմի հետ։ Ամբողջ հանրապետությունում ձյան տեղումները վերջին օրերին ողբերգական վթարների պատճառ են դարձել։ Շիրակի մարզում Գյումրի Ազատան ավտոճանապարհին 3 տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Ավելի ուշ եւս մեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհին։ Զոհվել է 1, վնասվածքներ ստացել 4 մարդ։ Շղթայական ավտովթարներ են գրանցվել մայրաքաղաքում եւ մարզերում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։ Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային։ Նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Երևանի մի մասը դեռ հոսանքազրկված է։ Նախնական գնահատականով էլեկտրամատակարարումը հնարավոր կլինի վերականգնել մինչև ժամը 22-ը։ ՀԵՑ-ի մամուլի ծառայության հայտարարությունում նշվում է, որ վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին եւ միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը։ Հիշեցնենք, դեկտեմբերի 27-ին կեսգիշերին մոտ հրդեհ է բռնկվել Երևանի Դուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քառակուսի մետր տարածքում։ Մասամբ այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը։ Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-ից 2 աստիճանով սովորականից տաք, տեղումների քանակը նորմայի սահմանում։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալով, սակայն հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը հիմնականում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում կլինի, ջերմաստիճանը մինչև հունվարի 9 կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այնուհետև Հայաստան կթափանցեն արևադարձային տաք հոսանքները։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հրանտ Լեոն Ռանոսը եւ Նուկովսև Մեսցե նախագծի հաղթող Էլեն Բադալյանը նշանադրվել են։ Ուրախալի լուրով երգչուհին կիսվել է իր ինստագրամյան էջում։ Իմ սրտի կարգավիճակը հավերժ զբաղված է, գրել է նա։ Հրապարակած կադրերում երևում է, որ աստղային զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Դուբայում։ Եվ վերջում, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի Օլիմպիկ արենա մարզադաշտում հոկեյի խաղի ժամանակ վայր է ընկել, հայտնում է Կոմերսանտը։ Նա մեջքի մկանների ձգում է ստացել, նախագահը հայտնել է, որ իրեն լավ է զգում։ Այսքան է լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։